Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն ընդունել է Համաշխարհային բանկի Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի ենթակառուցվածքների ծրագրերի տարածաշրջանային տնօրեն Չարլզ Քորմիերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոնալդ Փրայսը։ Ողջունել եմ հյուրերին և նշել, որ Համաշխարհային բանկի հետ հարուստ աշխատանքային օրակարգ ունենք, և այդ օրակարգը վերաբերում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո գտնվող գրեթե բոլոր ոլորտներին։ Համաշխարհային բանկը Հայաստանի համար երկար տարիներ հանդիսանում է ոչ միայն ֆինանսական, այլև վստահելի ռազմավարական գործընկեր, բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում։ Հանդիպման ժամանակ քննարկել ենք էներգետիկ, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ ենք կատարել նաև խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը, նշված է գրառման մեջ։ Ըստ համաշխարհային ստարտափերի էկոհամակարգի ինդեքսի, Հայաստանը 22,76% աճի տեմպով, որը ամենաբարձրերից մեկն է 51-ից 60-րդ տեղերում գտնվող երկրների շարքում, բարձրացել է 3 հորիզոնականով, զբաղեցնելով 54-րդ հորիզոնականը։ Ծրագրային ապահովման և տվյալների գիտության ոլորտում Հայաստանն աշխարհի լավագույն 40 երկրների շարքում է։ Այս տարի Երևանը վարկանիշային աղյուսակում բարձրացել է 19 հորիզոնականով, զբաղեցնելով 181-րդ հորիզոնականը, շնորհիվ ավելի քան 40%-անոց աճի տեմպի։ Թեև Հայաստանը ծովափ չունեցող երկիր է, որի մուտքը տարածաշրջանային լարվածության պատճառով դեպի ցամաք սահմանափակ է, երկրի ստարտափերի էկոհամակարգը շարունակում է բարգավաճել։ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը գրավում է նոր ներդրումներ, խթանելով աճը։ Երկրի առաջին միաեղջյուրը հասավ $1 միլիարդ գնահատման և ձեռք բերեց ևս մեկ հայկական ստարտափ՝ Deepcraft-ը։ Ավելին, հայկական ստարտափերի էկոհամակարգը ձեռներեցության աճ և տեխնոլոգիական զարգացում է ցուցաբերում։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Կապիտոնյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ Հանդիպմանը մասնակցել են Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման ծրագրի ղեկավար Օլգա Վայգելը, ինչպես նաև խորհրդատուներ Կալե Վուլֆը և Արսեն Հայրյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերականգնվող էներգետիկայի և էներգոարդյունավետության մասին օրենսդրական փաթեթի նախագիծը, ինչպես նաև քննարկվել է էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի երկրորդ փուլի 2026-2030 թվականների իրագործումն ապահովող ծրագիր ժամանակացույցը։